Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Սահմանադրական դատարանը երեկ ավարտեց քաղաքական ուժերի Սահմանադրական դատարանին ուղղված դիմումների քննությունը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մինչեւ հուլիսի 4-ը։ Ընտրությունների արդյունքները վիճարկում են 7 քաղաքական ուժեր, որոնցից միայն Հայկ Մանուկյանի նոր ուժը չի մասնակցում դատաքննությանը։ Դիմող 6 ուժերը, այդ թվում Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, պնդելով, որ ամբողջ ընտրական գործընթացը ուղեկցվել է լուրջ խախտումներով, վարչական ռեսուրսի չարաշահումից մինչև ընտրակաշառք։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդեվանյանը հայտարարել է, որ ընտրությունները չեն եղել ազատ ու հավասար։ Նրա խոսքով կառավարության կողմից նպաստների եւ կենսաթոշակների բարձրացումը նախընտրական շրջանում ազդեցություն է ունեցել ընտրողների կամքի վրա եւ կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք։ Հայաստան Դաշինքի ներկայացուցիչները պնդեցին, որ խախտումները եղել են համակարգված ու զանգվածային։ Նրանք նաեւ հայտարարեցին, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գերազանցել է նախընտրական ծախսերի օրենքով սահմանված առավելագույն շեմը, ինչի պատճառով կենտրոնական ընտրական հանձնաժողովը չպետք է թույլ տար կուսակցության մասնակցությունը ընտրություններին։ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նշեց, որ քվեների հաշվարկում տեխնիկական սխալների հետևանքով կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը։ Նրա կարծիքով Սահմանադրական դատարանը պետք է ոչ միայն անվավեր ճանաչի ընտրությունները, այլ նաև սահմանի մանդատների նոր բաշխման կարգը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մերժեց բոլոր մեղադրանքները, ընդգծելով, որ հանձնաժողովը գործել է օրենքի շրջանակում, իսկ ներկայացված պնդումները չեն հիմնավորվել փաստերով։ Նույն դիրքորոշումն արտահայտեցին նաև Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը եւ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը։ Նրանք պնդեցին, որ դիմողները չեն ապացուցել ոչ խախտումների առկայությունը, ոչ էլ այն, որ դրանք ազդել են ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Գրիգորյանը նաև նշեց, որ չկա ապացույց, թե Բարգավաճ Հայաստանը իրականում հաղթահարել է անցողիկ շեմը։ Հանուն Հանրապետության կուսակցությունը Սահմանադրական դատարան էր դիմել իրավական փաստարկի ուժով պետությունը, ժողովրդավարությունը եւ ժողովրդի ազատ կամքը պաշտպանելու համար։ Հայցի առարկան հստակ էր համակարգային ընտրակաշառքի, ապօրինի ազդեցության ու ժողովրդի կամքի հնարավոր աղավաղման սահմանադրական գնահատականը։ Ընտրությունների սահմանադրականության հարցը պետք է լուծվի Սահմանադրական դատարանում որպես ժողովրդավարության, պաշտպանության վերջին սահմանադրականատյան, իրավունքի փաստերի եւ պետության շահի հիման վրա։ Օրենքի համաձայն Սահմանադրական դատարանը կարող է թողնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ կամ անվավեր ճանաչել դրանք սահմանելով մանդատների նոր բաշխման կարգ, նշանակելով ընտրությունների երկրորդ փուլ կամ ամբողջությամբ անվավեր ճանաչելով ընտրության արդյունքները։ Խորհրդարանը արդեն հաջորդ ընտրությունների համար խստացնում է խաղի կանոնները։ Միաժամանակ մի քանի օրենսդրական նախաձեռնություններ ընտրությունների հետ կապված հանձնաժողովների դրական արդյունք եզրակացություն ստանալուց հետո այսօր արդեն արտահերթ նիստի օրակարգում են։ Այսօրվա արտահերթ նիստի օրակարգում միանգամից 2 նախագիծ է դրվել քվեարկության։ Առաջինով առաջարկում են քվեարկելու իրավունքի ձգել Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք նախընտրական ցուցակները հրապարակելուց առաջ վերջին 1 տարվա առնվազն կեսը հայրենիքում չեն եղել։ Բացառություն կսահմանվի միայն ուսման մեկնածների ու պետական գործուղումների համար։ Կառավարությունն էլ դրական եզրակացություն է տվել, բայց առաջարկում է բացակայելու ժամկետը երկարացնել, ընտրելու հնարավորություն տալով վերջին 2 տարվա առնվազն կեսը 1 տարին Հայաստանում ապրած քաղաքացիներին։ Օրինագծի հեղինակները չառարկեցին փոփոխությունները ամենայն հավանականությամբ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կարվեն։ Օրենսդրական մյուս նախաձեռնությամբ էլ իշխանությունները առաջարկում են 1-ից 2 տարով երկարացնել ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունների պատժաչափը, իսկ դրա համար դատվածների անգամ պատիժը գրելուց հետո տևական ժամանակ զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է հիմնավորումը։ Առաջարկող կարգավորումներով նախատեսվում է նաև սահմանել, որ նշված իրավախախտումների համար դատապարտված անձը անկախ դատվածության մարված կամ վերացված լինելու հանգամանքից իրավունք չունենա զբաղեցնելու պետական ծառայության պաշտոն, համայնքային ծառայության պաշտոն, պետական վարչական պաշտոն, համայնքային վարչական պաշտոն, պետական հայեցողական պաշտոն կամ համայնքային հայեցողական պաշտոն։ Նշված սահմանափակումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետական եւ համայնքային ծառայության
ծառայության, պետական վարչական եւ պետական հայեցողական պաշտոնները զբաղեցնող անձինք իրականացնում են հանրային իշխանության գործառույթներ, ուստի նրանց նկատմամբ պետք է գործեն բարձր բարեվարկության, ազնվության եւ հանրային վստահության չափանիշներ։ Հիմք ընդունելով հանրային ծառայության առանձնահատուկ բնույթը, առաջարկող սահմանափակումները նպատակ ունեն պաշտպանել հանրային ծառայության բարեվարկությունն ու հեղինակությունը, ապահովել պետական եւ համայնքային կառավարման նկատմամբ հանրային վստահություն։ Ինչու այս նախաձեռնությունները կյանքի չկոչվեցին մինչև ընտրությունները եւ ինչով է պայմանավորված հիմա դրանք արագ կյանքի կոչելու շտապողականությունը։ Կպարզենք Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանից։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու, պարոն Արշակյան, ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Արշակյան, գանք վերջից այս օրենսդրական նախաձեռնություններից, որ հենց հիմա խորհրդարանում արտահերթ նիստի օրակարգում են դրվել, գիտեք, դրական եզրակացություններ են ստացել, ուրեմն հանձնաժողովներում կառավարությունն է դրանց դրական եզրակացություն տվել։ Այս մասին աղաղակում, բարձրաձայնում, բղավում էիք ամիսներ առաջ, բայց հիմա ընտրություններից հետո իշխանության ներկայացուցիչների հետ զրույցում պարզեցինք, որ նրանք այս ահռելի ընտրակաշառքի չափը չէին պատկերացնում, քաղաքացիների այս ահռելի բանակը, որ պիտի գար ընտրություն կատարեր Ռուսաստանի Դաշնությունից եւ այլ երկրներից չէին պատկերացնում, արդարացնում են ուրեմն նրանց, թե ոչ, ինչու չարվեցին այս քայլերը շատ ավելի վաղ, երբ այդ մասին նախազգուշացվում էր, որովհետև դուք ընդհանուր մինչև ասում եք, պետք է մերժել, հա, այդ ինչպես վարչապետն է ասում, եռագլուխ ուժի մասնակցությունը այս ընտրություններին, համեցեք։ Ես ողջունում եմ խստացումները, այդպես ասենք, բարեվարկության կանոններ, վերցնենք ճակերտների մեջ, Հայաստանի հայկական պետության նկատմամբ պետք է լինել հարգալից, այ բարեվարկության կանոն, երբ ասում ենք, ուրեմն հարգարժան պետություն է Հայաստանի Հանրապետությունը, ովքեր որ չեն հարգում, պետք է վախենան, այ ես համաձայն եմ, որ վախեցնող, սարսափեցնող պետք է լինեն այդ օրենքները, ովքեր որ չեն հարգում հայկական պետությունը, չեն հարգում օրենքները, չեն հարգում ժողովրդավարությունը, նրանք պետք է վախենան հայկական պետության ուժային կառույցներից, այդպես կարճ ասեմ, իսկ ընդհանրապես ես չգիտեմ հիմա ամառվա շոկի պատճառով չեմ հետևել, շատ կուզենայի, որ մինչև օգոստոսի 3-ը, երբ է ավարտվում այս ազգային ժողովի լիազորությունները, չգիտեմ, կուզենայի, որ մի քանի օրենքներ էլ կային, դրանք էլ ընդունեին, այսինքն ժառանգություն, նվեր թողնեին հաջորդ ազգային ժողովին, ընտրությունների մասին օրենքը, այդ ինչ որ դուք հենց նոր։ Ընտրական օրենսգրքում դա գիտեք, առաջարկվում են փոփոխություններ։ Տեսեք, ինչ հետաքրքիր է, այդ բոլոր առաջարկությունները ես մեր մասին, մեր առանձին այս հանուն հանրապետության, որին ես մասնակցել եմ, այդ ցուցակում եղել եմ, պատվավոր տեղ եմ զբաղեցրել այդտեղ, ես կարծում եմ, ընդհանրապես դա պետք է առանձնացվի, կոչվի քաղաքական գնահատական նախկին էտապներին, այ սովետական Հայաստանի քաղաքական գնահատականը, ժողովրդավարական Հայաստանի մինչև 80-99 թիվը, մինչև հոկտեմբերը եղած ժամանակաշրջանի գնահատականը, հոկտեմբերի 27-ի իրադարձության, այդ տերորի գնահատական եւ դրանից հետո եղած ժամանակի գնահատականը երկար տևեց, հա։ Ոչ, ես ուզում եմ ասել, որ եթե ամրագրվի սա արդեն օրենքով քաղաքական գնահատականը, այլևս իշխանությունը մանևրելու հնարավորություն չի ունենա, ուզի կտա քաղաքական գնահատական։ Այո, տեսեք, ես ասում նախաձեռնությունը, մեր նախաձեռնությունը, հանուն հանրապետության կուսակցության նախաձեռնությունը, ուրեմն դա միսակ դու դարպասներ է բացում կամ արահետ է բացում դեպի քաղաքական գնահատականների ճանապարհ, որտեղ այլ բան չի, մենք իրավական գնահատական չենք ուզում, թող զբաղվի իրավական համակարգը, թող գնահատի դատարանի գործերին չենք առնում, բայց քաղաքական առումով անպայման դա քաղաքական գնահատական էր, ինչպես պետությունը կազմակերպեց ժողովրդավարական ընտրություններ, այդ դրա մասին մեր հայտարարությունը դա ինչպես է կազմակերպվել, այ հիմա անցնենք կազմակերպիչներին,
կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին օրենքը ընդունենք կանխավարկած որպես որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը արեստավարժ է եւ ճիշտ օբյեկտիվ գնահատական է տալիս, ասում է, որ օրենքով սահմանված կարգով կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապահովել է օրենքի իրականացումը ժողովրդավարական ընտրությունների։ Այսինքն նշանակում է, որ օրենքը մեր գնահատականով խոտան է, այսինքն օրենքը անհրաժեշտ է համապատասխանեցնել ժամանակի պահանջներին ժողովրդավարության ազատ, արդար, թափանցիկ մրցակցային ընտրությունների համար։ Պատկերացնեք, որ խիստ անհրաժեշտ է առաջինը օրենք, չէ, երկրորդը, առաջինը քաղաքական գնահատականն է, բայց այս ազգային ժողովը դա չի կարող անել։ Դրա համար ես տեղափոխում եմ։ Առաջինը ընտրությունների մասին օրենքը պետք է դուրս գա այդ խոտանային վիճակից, ուրեմն նոր ազգային ժողովը սրանք չեն հասցնի, որովհետև իրենց հետ բերել են լեզվակռվի կուլտուրա։ Այս ազգային ժողովի մասին կարելի ասել, որ օրինակելի լեզվակռվի բաներ, նմուշային այլս, տեսեք ոնց են լեզվով իրար խեղդում։ Տարբերվելու է, կարելի կարծեմ սա կտարբերվի։ Ազգային ժողովի գնահատական եթե մենք դնենք, ասենք լեզվակող անողների ազգային ժողով։ Դրա համար ես ասում եմ, նրանք չեն կարող ընտրությունների մասին օրենք այսօր առաջարկել, 4-5 տարի չեն արել, հիմա ոնց կանեն։ Երկրորդը Ինչպես այս անգամ արեցին, շատ արագ, տեսակ։ Գիտեք, այդ որ ես մեղմացնեմ իմ կարծիքը։ Դե ուրիշ բաներ կասեի, չասեցի, տեսակ, ասում եմ լեզվակող անող ազգային ժողով։ Այս մի քանի օրենքները, էլի մի քանի բաներ արել են լավ։ Ուրեմն երկրորդը սահմանադրական դատարանի մասին, լսեք, սահմանադրական դատարանը մեր պետության մեջ հայտարարված է այլ մոլորակայինների խումբ։ Նրանք պետք է քաղաքացիական դիրքորոշում չունենան, կենսագրություն չունենան։ Քաղաքացի չլինեն, հին աշխարհում դրանց ասում են իդիոտների խումբ։ Իդիոտները նշանակում է, որ քաղաքացի չեն։ Քաղաքացի նշանակում է քաղաքական կենտրոնի։ Սահմանադրական դատարանը այլ մոլորակայինների խումբ է իշեցնում։ Փաստորեն, որովհետև եթե նրանք կենսագրություն չունեցող, անցյալ չունեցող մարդիկ պետք է լինեն։ Մի քանի հոգի, 3 հոգու մասին այդ բանը գնացել է, չէ՞, կարելի ասել բազար։ Թուրքերեն, ասենք։ Թուրքերեն։ Դուք նկատի ունեք Վլադիմիր Վարդանյանի, Զեյնալյանի, Տիկին Սաֆարյանի հետ կապված։ Այսինքն օրինակելի դատավորները հայտարարվեցին ապօրինի։ Այսինքն նրանց մասնակցությունը կարող էր քաղաքականացնել եւ քաղաքացիություն բերել դատարանին։ Դրա համար բերեցին, ասեցին մեր դատավորները պետք է ստերիլ լինեն։ Ոչ մի բան չունենան իրենց թիկունքում։ Մենք չգիտենք դրանք։ Բայց դա քաղաքական կաշկանդվածություն չի ստեղծի նույն դատավորի համար։ Ճիշտ չէ՞ դա Վլադիմիր Վլադիմիր Վարդանյանի եւ Արտակ Զեյնալյանի դեպքում։ Իհարկե չէ։ Բանալ քաղաքական քաղաքացի էին։ Չեմ ասում ես համակրում եմ թե չէ, դա չասեմ այսօր։ Բայց մեկը եկել էր ազգային ժողովից։ Քաղաքացի էր, ակտիվ քաղաքացի էր Վլադիմիր Վարդանյանը։ Բայց չէ, թե ում շահերը տվյալ դեպքում կպաշտպանի։ Զեյնալյանը ակտիվ քաղաքացիներ են եղել։ Մենք խոսում ենք пассив քաղաքացի։ Պասիվությունը բոլոր առումներով ցանկալի բան չի։ Եթե որևէ բանով զբաղվում ես, լավ է որ ակտիվ լինես։ Չեմ ուզում խորանալ չգրեհկացնենք թեման։ Ուրեմն ակտիվ քաղաքացիներին մենք դուրս թողեցինք, օրենքն է դուրս թողնում դատարանից։ Ուրեմն սահմանադրական դատարանի մասին օրենքում եւ նաեւ իրավունքները բայց սահմանադրական ես ընդհանրապես կասեի որ թող լինի գերագույն դատարան չարժի այդքան մեծ ծախսեր անել ավարտեմ Տիկին Պավլյան ավարտեմ ես չգիտեմ մեկ էլ ինձ կկանչեք թե չէ Ինչու՞ պարոն Արշակյան դե շոկ է էլի համել հետևս շոկի պատճառով ամառը գալիս է արձակուրդ կգնանք տեսեք շատ կարեւոր է որ այդքան մեծ ինստիտուտը ես ստերիլ որ ասում եմ ստերիլիզացված իմաստով հայերեն բանը սրճած ոնց է կոչվում այդ հայերեն բառ կա այնց դժվար սուրճի նման բառ է ստերիլիզացիա պետք է այդպիսի ինստիտուտ ճիշտ այնպես ինչպես հանրային խորհուրդը
մեր բյուջեի վրա մի նստացրեք դրանց։ Ուզում են թող իրանք հասարակական կարգով գնան իրար հետ խորհրդակցեն։ Հանրային խորհուրդը եւ գերագույն դատարան։ Եվ քանի որ հանուն հանրապետությանն էլ էր դիմել ու բոլորովին այլ պահանջով սահմանադրական դատարան, ես ներկայացրի դրանք, դուք սահմանադրական դատարանից հուլիսի 4-ին ինչպիսի որոշում եք ակնկալում, պարոն Արտակյան։ Ստերիլ որոշում։ Ոչինչ։ Ոչինչ, որոշում չեն կայացնելու, որոշումը կայացվել է արդեն։ Դոնալդ Տրամպը որոշումը կայացրել է, շնորհավորել է։ Վլադիմիր Պուտինը որոշումը կայացրել է, չի շնորհավորել։ Դա արդեն որոշում է, գիտեք, չէ՞։ Նշանակում է կամ Եվրոմիությունը, հեսա այն տիկինը գալիս է ազնվազան։ Եկել է արդեն ասուլիս էր։ Եկել է, հա։ Մենք հատված ենք տվել, այո, հասցրել ենք։ Հա, եկել էլ որոշում։ Սահմանադրական քանի գլուխ ունի։ Հիմա երրագլուխների մասին ենք խոսում, քանի գլուխ են, 7 գլուխ էին։ Երրագլուխ էին։ Չէ, դատավորները քանիսն են։ 7 գլխանի սահմանադրական դատարանը քանի ավել գլուխ ունի, որ չհարգի Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, դա կարևոր է, Պապ թագավորի։ Բայց գիտեք, Պուտինի անձնական դիրքորոշումը եւ նաեւ մինչ այս պահը այդ շնորհավորանքի բացակայությունը դա կարևոր է։ Սահմանադրական դատարանը ասում է քանի գլուխ ունի չհարգելու նրա։ Չհարգի նրա չշնորհավորելը։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարված է ինքնիշխան պետություն է եւ հիմա դա բան է նորաձև է, նրանք չեն կարող հետամնաց լինել, բանը փափախով բանով, դատավորներին հենց որ հաշվի առան Վլադիմիր Պուտինի կարծիքը նշանակում է տրեխներով, փափախներով, Япոնիայով խուրջինով պետք է գան այդ դատավորների համազգեստները արկար փոխել որպես հետամնացների։ Նրանք Վլադիմիր Պուտինի կարծիքը հաշվի առնելու են, Տրամպի Դոնալդ հաշվի առնում են, Եվրոմիության մեր ընդհանրապես բարեկամ պետությունների շնորհավորությունից հետո ես ձեր սրահում ասել եմ, հարսանիքից հետո ինչ ենք անելու, եթե չեղյալ ենք համարում հարսանիքը, նվերները հետ ենք ուղարկելու, այդ կերած խմացները, բա ինչի մի խոսքով ես կարծում եմ, որ այս դատարանը ստերիլ որոշում է կայացել։ Ստերիլ, ոնց որ իրենք կան, էլի։ Ոնց որ կան տրամաբանական որոշում։ Հնարավոր է, որ ինչ որ դեկլարացիաներ լինեն են Ալիա Գագիկ Հարությունյան։ Խորհուրդ ենք տալի, բան ու գործ ունենք բոլոր պարագաներում ձեզ մի քիչ լուրջ պահեք։ Այդպեսի բան էլ կարող է գրեն, ես ասում եմ, ուրեմն սահմանադրական դատարանի մասին օրենքը պետք է լինի ակտիվ դատարանի, ես կասեի, որ գերագույն դատարան լինի հենց ծանրաբեռնված դատարան, մարդիկ վճռներ կայացնեն, մենք իմանանք ովքեր են այդ դատավորները, դա տեսեք լավ կլիներ, որ չեն հասցնի, ես սրանց բարի ճանապարհ եմ ասում, այս լեզվակողներին, բարի ճանապարհ թող գնան իրենց վաստակած հանգստին, իսկ նոր ազգային ժողովի առաջ ես գիտեք ինչ, համաձայն եմ բոլոր դիտողությունների հետ, պարադոքսալ բան եմ ասում, չէ, ես համաձայն եմ այդ 7-նյակ էր, 7 էր, ինչ թվեր են գտնում է, ստացվում է գիտեք, չէ, 7-ի հետ համաձայն եմ, ես դրա տակ ստորագրեի ազգային ժողովի ընտրությունների մասին, գնահատականի հետ, ես Բարգավաճ Հայաստանի գնահատականի հետ համաձայն եմ։ Դուք լսեցիք գնահատականները, որ ամբողջությամբ են կեղծվել այս խախտումներով։ Համաձայն եմ, նրանք ճիշտ գնահատեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իրենց իմիջիայլոց ստեղծած օրենքներն են, իրենք պատասխանատու են։ Մենակ Սամվել Կարապետյանը, որ այստեղ զոհն է։ Նրանք Բայց Սամվել Կարապետյանը զոհի կարգավիճակ չունի, ասում է ես իշխանապողություն, ասում է սպասեք ամսի 4-ին կարող է ես եմ վարչապետ դառնում, ինչա հայտարարություն ասեք արեց այս օրերին։ Արդեն բանի հետևանք է, էլի, այ զոհը պսիխոզ է առաջանում է, ինքը զոհ է, որովհետև ուրիշները այդ օրենքները ընդունել են, ինքը անշուշտ աջակցել է այդ 30 տարվա ժամանակ, պասիվ չի եղել, այդ տեսեք պասիվ ակտիվ։ Սամվել Կարապետյանը պասիվ չի եղել, այդ բոլոր իրադարձություններին ինքը մասնակցել է որպես գլխավոր հարուստը, որպես փողատերը Հայաստանում, հայ փողատեր։ Բայց այդ դեպքում ինչու է զոհ։ Որովհետև վստահել է դրանց,
Այն փողն է տվել, եկել ինչ որ աջակցել, անտա դրանց կողքը կանգնել է ու պարզում է, որ օրենքը իրան հիմա չպաշտպանեց Սամվել Կարապետյանի օրենքը, Սամվել Կարապետյանին իր գործընկերների, իր հովանավորյալների օրենքը իրան չի պաշտպանում։ Պատկերացնում եք խայտարակ թվեր ստացավ ու դուրս մնաց ազատազրկված է։ Սամվել Կարապետյանը ազատազրկված է, կաշկանդված է։ Բա ոնց կարող էր այդքան 30 տարի դու կանգնես դրանց կողքին ու հիմա տնից ու թույլ չտան տնից դուրս գաս, բա դուրս գաս մի հատ գնաս դեսպանատուն անձնագիրը փոխես, այդ հնարավորությունը չունի մարդը նույնիսկ։ Ես դրա համար ասում եմ զոհ է, Սամվել իսկապես զոհ է։ Վլադիմիր Պուտինի զոհն է, իր գործընկերների զոհն է։ Այնց որ եթե այդպես կոմիտե ստեղծվի, ես նույնիսկ հասարակական կարգով կաջակցեմ, զոհին կպաշտպանեմ, Սամվել Կարապետյանին կպաշտպանեմ, որ մարդը սխալ որոշումներ է կայացրել, հիմա մեղմ լինեն իր հետ։ Ուրեմն ավարտեմ այդ միտքս։ Ընտրությունների մասին օրենքի խոտան լինելու մասին են այդ հայտարարությունները, այդ թվում եւ մեր հայտարարությունը։ Մենք հավասարակշռված հայտարարություն ենք արել։ Շատ բան կարող ենք ասել, բայց խնայել ենք։ Սահմանադրական դատարանի խոտան լինելու մասին է։ Եվ դրան ավելացրած մեծ հատորներով իրավապահ մարմինների ճիշտ եմ ասում, ԱԱԾ-ի հակակոռուպցիոնի դատախազության այդ հավաքած նյութերը, որի համար շնորհակալություն։ Մարդիկ աշխատել են, հավաքել են։ Ես կարծում եմ այսբերգի վերևի մասը ցույց տվեցին մեզ։ Այդ դա եթե ավելացնում ենք այդ 7-նյակի հայտարարությունը, ուժայինների հայտարարությունը եւ ամենակարևորը քաղաքացիական պայմանագրի փաստաբանը լինել այդ հայտարարությունների։ Ուրեմն այդ 7-ը իրավապահ մարմինները, ուժային կառույցները ասում են հայտարարություն է եղել։ Չէր սազում հայ ժողովրդին այդքան էժան վաճառել ժողովրդավարությունը, անկախությունը։ Լսեք մի նախադասություն ասեմ, Պապ թագավորին բերեցին, այս Ամիրյանին տարան ազգային ժողով։ Պատկերացրեք, փողոցից հանեցին Ամիրյանին, այդ Արսենին, բոլշևիկին։ Հանեցին փողոցից, տարան խցկեցին ազգային ժողով։ Հիմա այդ խմբերը, որ հիմա երկու խումբ, չէ, երկուսն են, հակաանկախական, հակաժողովրդական ուժերը, դրանք փաստորեն կարող է կոչվել Ամիրյան Արսենի անունով։ Նույն բոլշևիկներն են, էլի։ Տեսնում ինչ արեցինք մենք։ Ես ու քաղաքացիական պայմանագիրը պաշտպանում էր, ասում էր թող գա, թող Ամիրյանը գա, ազգային ժողով գա, չի կարելի, փողոցից հանել ենք, Պապ թագավորին բերել ենք, հետո Արսենը ինչ անի Ամիրյան։ Տարան ազգային ժողով, դա էր հետաքրքիր։ Հետո ոնց են բացատրելու, որ պաշտպանում են։ Հետևենք այո։ հետաքրքիր այս մեկնաբանությունը, տեսնենք թե նրանք ինչ կասեն, ինչ նպատակ են հետապնդել Ամիրյանին խորհրդարան տանելու ճանապարհին։ Շնորհակալ եմ, պարոն Արշակյան։ Շնորհակալություն հրավերի համար։ Առաջինի տաղավարում զրուցում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։